Սրտանց ասենք Փառք Հիսուսին։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ այսօր մեզ հնարավորություն տվեց կանգնելու ձեր եւ իր առջև։ Մենք դրա համար ասում ենք Փառք ես Տեր Հիսուս, որովհետեւ մենք ժողովուրդ ջան, այսօր ոչ թե միայն տոնում ենք այն ծննդյան օրը, այլ մենք տոնում ենք ամեն օր այդ ծննդյան օրը մեր սրտերի մեջ, որ այն խոսքը, որ կատարվեց 2000 եւ ավելի տարիներ առաջ, այսօր կատարվել է մեր մեջ, ասենք Փառք Հիսուսին։ Մենք խավարի մեջ էինք, խավարի մեջ ապրում էինք, խավարի մտքերով բարուրված էինք, մեր աշխարհի այս օդի իշխանի ցանկությունը կատարելով ապրում էինք, բայց Հիսուս ծնվեց մեր սրտերի մեջ, ծնվելով մեզ կյանք տվեց։ Եվ այսօր մենք այդ կյանքի մեջ ապրելով ինչու՞ չէ ամեն ակնթարթ ոչ թե միայն հունվարի 6-ին, ինչպես եղբայրները նշեցին, ոչ թե ինչ որ ժամանակի մեջ, ինչ որ պահի մեջ, այլ ամեն ակնթարթ ես եւ իմ հոգին պիտի ասեմ անունդ փառավորվի Հիսուս, որ դու մեզ կյանք տվեցիր, որ դու լցրել ես քո հոգին այսօր մեր մեջ, այսօր իր Սուրբ Հոգին դրել է մեր մեջ, եւ այդ Սուրբ Հոգու միջոցով մենք հասկանում ենք ժողովուրդ ջան, որ Հիսուս Քրիստոս բնակվում է մեր մեջ, ասենք Փառք իրան, դա սրտանց ասենք էլի, որովհետեւ ինքը արժանի է Փառքի, մենք չենք պատկերացնում, անգամ ինչու՞ չէ ինձ կներեք, չենք էլ կարող հասկանալ, թե ինչ է կատարում Աստված մեր կյանքում։ Մենք չգիտենք ինչ է կատարվում ժողովուրդ ջան։ Մենք այսօր եկել ենք ստեղ, բայց չգիտենք թե ինչ փորձանքներից, ինչպիսի վիճակներից, ինչպիսի դժվարություններից Տերը մեզի ազատեց, որ այսօր մենք ստեղ լինենք, որ իր ներկայությունը վայելենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ մի տեղ կարդամ, որ բոլորի շատ ծանոթ տեղ է, եւ ուզում եմ դրա մասին մի փոքր իրար հետ խորենք։ Ղուկասի ավետարան առաջի գլուխ 15 համարից եմ կարդում, սա խոսում է Հովհաննեսի մասին, որ պետք է ծնվեր, Վանսզի Տիրոջ առջև մեծ պիտի լա, բայց գինի եւ օղի պիտի չխմե եւ իր մորը որովայնեն Սուրբ Հոգով պիտի լցվի։ Մենք շատ անգամ ենք կարդացել այստեղ։ Շատ անգամներ ընթերցել ենք Աստծո խոսքը, կարդացել ենք, բայց տեսնում ենք, որ ինչ ասում ստեղ, ասում է, որ նա իր մոր որովայնից անգամ պիտի լցվեր Սուրբ Հոգով։ Այսօր մենք կարողանում ենք դա հասկանանք մեր կյանքում։ Չէ որ այն նույն Սուրբ Հոգին, որ լցվեց մոր որովայնի մեջ, Հովհաննեսի մեջ, այսօր այդ հոգին մեր մեջ է։ Փառք Տիրոջը։ Եվ ինձանից սկսած ես հարց եմ ուղղում ամեն մեկիս, մենք ամեն օր լցվում ենք Սուրբ Հոգով, թե ոչ։ Որքանով ենք մենք հաղորդակից այս Սուրբ Հոգուն, որ Աստված դրել է մեր մեջ։ Մենք ուրախանում ենք, նորից եմ ասում, տոնում ենք այս ծնունդը, բայց այդ ծնունդը արդեն իսկ մեր մեջ կատարվել է։ Արդեն իսկ մեր մեջ գործում է, որքանով եմ ես հաղորդակից այդ ծնունդին, որովհետև շարունակության մեջ ես ուզում եմ այստեղը կարդամ եւ թող Տերը օգնի ես օրերի մեջ Տերը բացեց այս միտքը եւ ուզում եմ որ կիսվեմ ձեր հետ Առաջի գլխի 39 համարից եմ ուզում կարդամ ժողովուրդ ջան։ Այն օրերը ելավ Մարիամ ու արտորալով լեռնակողմը Հուդայի մեկ քաղաքը գնաց։ Մտավ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին բարև տվավ։ Սա խոսում է այն Զաքարիայի եւ Եղիսաբեթի մասին, որոնցից ծնվեց Հովհաննես Մկրտիչը։ Որտեղ ես նոր մի փոքր առաջ կարդացի, որ նա պետք է լցվեր իր մոր որովայնում Սուրբ Հոգիով։ Եվ ուզում եմ այդ դրվագը տեսնենք մենք։ Երբ Եղիսաբեթ Մարիամին բարևը լսեց,
մանուկը անոր որովայնի մեջ խաղաց ու Եղիսաբեթ Սուրբ Հոգով լցվեցավ։ Փարտիրոջը Տերը այնտեղ ասեց պիտի լցվի, ստեղ մենք տեսնում ենք արդեն գործողությունը, գործը։ Եվ Եղիսաբեթը երբ որ լցվեց այդ Սուրբ Հոգով, նրա մեջ ինչ եկավ, ասма նրա մեջ եկավ խաղաղություն եկավ։ Եվ այդ երեխան ինչ եղավ, մայրերը լավ են հասկանում այս բանը, երեխան խաղաց, ուրախացավ մոր որովայնի մեջ։ Մենք այսօր ծնված մարդիկ ենք, լսում ենք, որ Հիսուսը մեր համար ծնվել է, մենք ուրախանում ենք դրա համար, բայց եկեք այս դրվագ ուշադրություն դարձնենք, դեռ չծնված երեխան, լսելով Աստծո ձայնը, չէ որ այն ժամանակ Մարիամը եւ որովայնի պտուղը Հիսուսը նույնն էին, մեկ էին։ Երբ որ լսվեց այդ բարևի ձայնը, ինչ եղավ, Հովհաննեսը խաղաց, ուրախացավ։ Այսօր որքանով ենք մենք ուրախանում Հիսուսի ձայնը լսելով։ Որքանով ենք մենք ուրախանում Հիսուսի Սուրբ Հոգու ձայնը լսելով։ Ես ուղղակի ուզում եմ, որ մի փոքր արթնանանք մեր վիճակի մեջ։ Մանավանդ այս տոնորերի մեջ, չէ՞, ժողովուրդ ջան, այս օրերի մեջ մեր հյուրիկները մի քիչ շատ են զբաղված։ Ամեն օր հյուրեր, ամեն օր ամեն վայրկյան ներս ու դուրս զբաղվածություն, բայց քանի անգամ ա եղել քո օրվա մեջ, որ Սուրբ Հոգին քեզ ասել է, գնա առանձնացի մի հատ աղոթք արա, լսել ես, թե զբաղվածությունը թույլ չի տվել, որ լսես, սիրելի քույրես, եղբայրս, բայց Տերը ամեն ակնթարթ, ամեն վայրկյան ուզում է, որ մենք իր հետ մեկանանք։ Իր նպատակը, ծնվելու նպատակը մեկն է, մարդկությանը մեկացնել Աստծո հետ։ Եվ այսօր փառք Տիրոջը, որ մենք այստեղ տոնում ենք այդ տոնը եւ գրված է եւ բարձր ձայնով կանչեց ու ասեց. Օրհնյալ ես դու կիներու մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Ինչ կատարվեց, ոչ ոք չգիտեր, թե ով է Մարիամի որովայնում, բացի Մարիամից եւ Հովսեփից։ Դու գիտեք ժողովուրդ ջան, որ այդ ժամանակներում արդիկ ծածուկ էին պահում։ Անկամ պատմության մեջ երբ որ կարդում ենք, որ Հովսեփը վախեցավ, որ ասեր, որ իր կինը հղի է։ Եվ ուզում էր ծածուկ պահել, բայց Տերն իրան ասեց մի վախեցի, որտեղ նրանից ծնվածը Աստծո որդի պիտի կոչվի, Էմանուել պիտի կոչվի, Աստված մեր հետ պիտի կոչվի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այդ ժամանակ երբ որ Սուրբ Հոգին եկավ, ինչ եղավ, Եղիսաբեթը մարգարեացավ, ասեց օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Եվ ասում է, այս ինձի ինչպես եղավ, որ իմ Տիրոջս մայրը ինձի եկավ, հասկացավ, որ Մարիամի որովայնի մեջ գտնվողը դա Տերերի Տերն է։ Փառք իրան ասեն, փառավորվի Աստծո անունը, որովհետև ինքը այսօր մեր մեջ է, ժողովուրդ ջան, ինքը այսօր մեր հերն է, մեր Տերն է, մեր Փրկիչն է, եւ ինչու՞ չէ, շուտով գալու է ոմանց համար որպես դատավոր, ոմանց համար որպես հայր, որ պիտի տանի իր թագավորության մեջ բաժին հանելու։ Ես շատ անգամներ անձամբ իմ անձի վրայով եմ ասում, սիրելի քույր եղբայրներ, ես ամեն օր իմ անձի վրա ուշադրություն դարձնելով, ամեն օր սպասում եմ մի բանի, ասում եմ Տեր ջան, երբ որ գաս, ես ուզում եմ քեզանից մի խոսք լսել, մի խոսք, որ ասես բարի հավատարիմ ծառա, մտի ուրախության մեջ, որտեղ այդ ժամանակ երկու խոսք ա լինելու, կամ բարի հավատարիմ ծառա մտի ուրախության մեջ, կամ չար եւ ծույլ մեկի գնա ինձանից։ Որն ես ուզում դու լսես, սիրելի քույր, որ խոսքին ես հետևում, որ խոսքին ես դու
քայլում դեպի նրան քայլ անում եւ քո ընթացքը հսկելով ուշադրություն դարձնելով ծառայում քո սիրելի Աստծուն։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես շարունակում եմ խոսք ասում, վասնզի աղա երբ քո բերանի ձայնը ականջս հասավ, մանուկը որովայնից մեջ խաղաց ուրախություն է։ Երանի անոր, այս Երանին թող այսօր մեր բոլորիս վրա լինի։ Ասենք ամեն։ Երանի անոր, որ հավատացել է, քանզի պիտի կատարվի այն բաները, որոնք Տիրոջմե ըսվեցավ ինձի։ Փառք Տիրոջը, երանի են մարդուն, որ հավատում է, որ այն ինչ որ Աստված իր համար ասել է, պիտի կատարվի իր կյանքում։ Համաձայն եք ժողովուրդ ջան։ Տերը ներկա է։ Հիմա էլ կարող ենք ասել. Տեր, այցելի ես։ Տեր, մոտեցիր ինձի։ Այսօր էլ խոսա իմ հետ։ Այս պահի մեջ խոսա իմ հետ։ Սիրտս բացում եմ քո առաջ, որովհետև նա է մեր թագավորը, նա է մեր Տերը, նա է մեր Փրկիչը, սիրելի քույրեր։ Թող Աստված օրհնի ձեզ։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Աստված մեզ բաժին հանեց ձեր հետ Տիրոջը փառավորելու։ Շնորհակալ ենք Հիսուսից, որ եղբայրների առաջ շնորհք են գտել, մեզ խոսքի մեջ առաջնորդեցին։ Շնորհակալ ենք ամեն բանի համար Հիսուսից, որտեղ ամեն բան իրանով է, իրանից եւ իր համար։ Եկեք մենք ապրենք այդպես, որ ամեն բան նրանով լինի մեր կյանքում եւ ամեն բան իր համար լինի։ Եվ այս պաշտամունքն էլ իր համար լինի։ Ոչ թե որևիցե մեկից, այլ իր համար։ Եկեք մեր սիրտերը բացենք Տիրոջ առաջ, փառավորենք մեր Աստծուն եւ խնդրենք, որ Տերը օգնի մեզ, որպեսզի այս օրերից հետո այն ինչ որ 25 թիվը տարավ, մենք էնի չենք կարող վերադարձնել։ Այն ինչ որ թերություններ, պակասություններ զգացինք, ինչ որ տեսանք, ինչի համար որ աշխատեցինք, բայց չհասանք այն արդյունքին, թող այս 25 թիվը տանի իր հետ, մենք նոր թիվը, նոր օրերով, նոր Տիրոջ հոգով լեցվենք, զորանանք ու փառավորենք մեր Աստծուն ասելով ալելույա, ամեն իրան։ Աղոթքով